Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում զարգացումները գնալով ավելի ինտրիգային ու անկանխատեսելի են դառնում։ Հեռուստադիտողներն արդեն սովոր են, որ յուրաքանչյուր նոր դրվագ իրենց ոչ միայն հուզում է, այլև լցնում անսպասելի հարցերով, որոնց պատասխանները հետաձգվում են հաջորդ սերիաների համար։ Ֆաինայի կերպարի գիծը հասավ ավարտին, նա մեկնում է երկրից և սա մեծ կորուստ է սերիալի համար։ Դերասանուհու խաղը յուրահատուկ կոլորիտ էր հաղորդում ֆիլմին, իսկ նրա բացակայությունը անպայման նոր ուղղություններով է տանելու պատմությունը։ Ֆաինայի հեռանալը նշանակում է, որ Հենրին մնում է միայնակ իր ներքին պայքարի հետ։ Վերջին իրադարձությունների հետ կապված Հենդոն իրավիճակն օգտագործում է իր օգտին։ Նա երբեք էլ չի սիրել Աննային, հատկապես վերջին շրջանում, և ամեն առիթով փորձում է նրան նվաստացնել ու վիրավորել։ Հենդոյի խոսքերը դառնում են ավելի կոշտ ու դաժան։ Նա հասկանում է, որ Միքայելը արդեն դուրս է գալիս իր վերահսկողությունից։ Եթե մի ժամանակ Միքայելը կույր հնազանդությամբ կատարում էր նրա թելադրանքը, ապա իրավիճակն հիմա այլ է, և Հենդոն փորձում է ամեն կերպ ցույց տալ իր իշխանությունը Աննային նվաստացնելով ու իր կեղծ ճշմարտություններով խաբելով։ Այս ամենի ֆոնին Աննայի ներսում կարծեք թե սկսում է ծնվել կասկածներ, նրա սիրտը զգում է այն, ինչին ուղեղը դեռ չի համարձակվում հավատալ։ Հնարավոր է Անգելինան իր դուստրն է։ Մի կողմից նա փորձում է վանել այդ միտքը, բայց մյուս կողմից Հենդոյի ակնարկներն ու պահվածքը կարծես ավելի են ամրապնդում այդ կասկածները։ Եթե իսկապես Աննան գլխի ընկնի ճշմարտությունն, ապա շախունցների տանը քարից քար չի մնալու։ Հենրին էլ շարունակում է իր ներքին պայքարը։ Նա այնպիսի իրավիճակում է, որ արդեն չի տարբերում որտեղ է սերը, որտեղ ատելությունը, և հենց այդ պահին նրա աչքերը տեսնում են այն պահը, երբ Անգելինան ընդունում է մատանին։ Այդ տեսարանը նրան շոկի է ենթարկում։ Կատաղության նոպան այնքան ուժեղ է, որ Հենրին այլևս չի կարողանում թաքցնել իր հույզերը։ Նրա ներսում կուտակված բոլոր ցավերն ու վիրավորանքները պայթում են հենց այդ պահին։ Նա տեսնում է Ֆաինայի հեռախոսի մեջ հավանաբար սոցիալական կայքերում տեղադրված տեսանյութեր ու լուսանկարներ, երբ Անգելինան ընդունում է Նոյի առաջարկությունը, և այս տեսարանը դառնալու է կարևոր շրջադարձային կետ։ Հեռուստադիտողները սկսում են մտածել՝ արդյոք Անգելինան իրոք պատրաստվում է կապել կյանքը Նոյի հետ։ Անգելինան հավանաբար ընդունում է Նոյի առաջարկությունը, քանի որ հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված տեսանյութերից մեկից պարզ է դառնում, որ Նոյը կոնյակով գալիս է Ավագի ու Վիկտորիայի տուն, իսկ հակառակ դեպքում, եթե Անգելինան չընդուներ մատանին, նման տեսարան անհնար կլիներ նկարել, և հեռուստադիտողները կարծում են, որ Անգելինան իսկապես ընդունել է Նոյի առաջարկությունը։ Հենրիի կատաղության նոպան հուշում է, որ նա երբեք էլ չի հաշտվելու այն փաստի հետ։ Նրա սերն այնքան ուժեղ է, որ անգամ ամենամեծ խոչընդոտները չեն կարողանալու այն սպանել։ Այս բոլոր իրադարձությունները համատեղվում են մեկ հարցի շուրջ՝ երբ վերջապես կբացահայտվի Անգելինայի իրական ծագման գաղտնիքը։ Արդյոք Աննան կիմանա ճշմարտությունը, թե Հենդոն ու Միքայելը կկարողանան հերթական անգամ թաքցնել այն։ Իսկ Հենրիի արձագանքը մատանուն ու Անգելինայի հնարավոր նշանադրությանը վկայում է, որ սիրային գիծը դեռ երկար ժամանակ կպահպանի իր թեժությունը։ Հեռուստադիտողներին սպասվում են ծանր ու հուզիչ դրվագներ։ Աննայի ներքին կռիվը որպես մայր, Հենդոյի չարաշահած իշխանությունը, Հենրիի խորը հակասությունները և Անգելինայի խառնաշփոթ զգացմունքները։ Դիանա Գրիգորյանը շարունակում է պահել ինտրիգը մինչև վերջին րոպեն, դարձնելով սերիալը հեռուստաէկրանների ամենասպասված նախագծերից մեկը։ Իսկ մինչ այդ կբացահայտվեն գաղտնիքները, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի առաջինը լինեք տեղեկացված շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե ինչ եք կարծում, Աննան իսկապես ունեցավ կասկածներ և պատրաստվում է այդ մասին տեղեկանալ, թե ոչ։ Հավանաբար Աննան շտապում է դուրս, և այդ մասին է վկայում նաև այն, որ Ֆաինան տան մեջ փնտրում է Աննային մորը, իսկ մայրը գնացել է պարզելու, թե ով է Անգելինան։
Դե ինչ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, չմոռանաք միանալ ու միասին բացահայտենք ամենահետաքրքիրը։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե «Վերջին զանգը» հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ իմանալ, իսկ իրադարձությունները դեռ առջևում են։ Դիանա Գրիգորյանը հեռուստադիտողների համար իսկապես հետաքրքիր անակնկալներ է պատրաստել, որին ականատեսը կլինեք ընդամենը մի քանի ժամից։